Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փորձագետներ քննարկել են Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության մարտահրավերները եւ գործակցության հեռանկարները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է խաղաղության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այսօր աշխարհը խաղաղության կարիք ունի։ Բոլորը հոգնել են պատերազմներից Ուկրաինայում, Գազայում, Հարավային Կովկասում, բայց մենք ի տարբերություն շատերի արդեն կատարել ենք շոշափելի քայլեր։ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, ինչը կարող է խաղաղության եւ գործակցության նոր դարաշրջան բացել ամբողջ տարածաշրջանում։ Նախարարը նշել է, որ հակամարտությունների լուծումը հնարավոր չէ միակողմանի գործողություններով, անհրաժեշտ է քաղաքական կամք բոլոր կողմերից։ Չենք կարող միայնակ հասնել ճշմարտության, անհրաժեշտ է մյուս կողմի պատրաստակամությունը։ Այդ պատճառով էլ մենք շարունակական երկխոսություն ենք վարում Ադրբեջանի հետ, նաև խորացնում ենք գործակցությունը ԵՄ-ի հետ։ Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Միրզոյանը նշել է, որ կարգավորման գործընթացը փոխկապակցված է նաև հայ-ադրբեջանական խաղաղության հնարավորության հետ։ Մենք սկսել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների, եւ այսօր արդեն միակ խոչընդոտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի չավարտված լինելն է։ Բայց եթե մենք հաջողության հասնենք Թուրքիայի հետ երկխոսության մեջ, ապա դա կնպաստի նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը եւս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Խաղաղությունը անհնար է առանց հստակ սկզբունքների։ Առաջինը, ես չեմ դիպչում քո սահմաններին, դու էլ իմ։ Սա հիմնարար պայման է վստահության վերականգնման եւ հարևանության ամրապնդման համար։ Ֆրանսիան աջակցում է այս սկզբունքների վրա հիմնված կարգավորմանը։ Թուրքիայի միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպության ծրագրի ղեկավար Նիգար Գյոքսելն էլ իր ելույթում կարևորել է Թուրքիայի դերակատարումը որպես հնարավոր միջնորդ։ Թուրքիան ամուր դաշնակից է Ադրբեջանի հետ, սակայն միևնույն ժամանակ գնահատում է Երևանի պրագմատիզմը։ Կայունությունն այդ սահմանի երկայնքով ձեռնտու է Անկարային։ Մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է աջակցել դիվանագիտական լուծումներին, եթե այդ ուղղությամբ աշխատենք։ Քննարկման մասնակիցները նաև ընդգծել են, որ Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան փոխկապակցված տարածաշրջաններ են, ընդհանուր պատմական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական հանգամանքներով։ Չնայած քաղաքական ու սոցիալական տարբերություններին, այս տարածքներն ունեն միանման մարտահրավերներ, ձգձգվող հակամարտություններ, սահմանային վեճեր, էներգետիկ մրցակցություն, ահաբեկչություն, կիբերսպառնալիքներ եւ կազմակերպված հանցավորություն։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ կարևորել է տրանսպորտային հաղորդակցություն դերը տարածաշրջանային գործակցության խորացման հարցում։ Նա նշել է, որ Երևանը պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք հաստատում ենք, որ հաղորդակցությունների բացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի փոխկապակցվածության, կայունության եւ խաղաղության համար։ Հայաստանը պատրաստ է նաեւ ընթացակարգերի որոշ պարզաբանումների, բարձրացնելու իր տարածքով անցնող ճանապարհների գրավչությունը արևմուտք-արևելք եւ հյուսիս-հարավ ուղղություններով։ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է կարողանա տնտեսական եւ նյութատեխնիկական առավելություններ առաջարկել տարածաշրջանային նախագծերում մրցակցություն ապահովելու համար։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Եվրամիության կողմից մշակվող Սև ծովի նոր ռազմավարությանը, որը միտված է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի միջև կապերի ամրապնդմանը, միաժամանակ նախատեսելով միասնական մաքսային ռեժիմի ստեղծում։ Հայաստանի համար այս նախաձեռնությունը ռազմավարական հետաքրքրություն ունի որպես հաղորդակցության առանցքային օղակ։ Բանախոսներն անդրադարձել են նաև այն մեխանիզմներին, որոնք կարող են դյուրացնել սահմանների հատումն ու մաքսային ընթացակարգերը, նպաստելով տարածաշրջանային առևտրի մրցունակության բարձրացմանը եւ ինտեգրման խորացմանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։